ձեր տրամադրությունը հուսամ չի լինի, բայց ես ուզում եմ հիշեցնել Լավրովի մեկ տողանոց հայտարարությունը, որ Հայաստանում միանգամից փակել տվեց 60 միլիոն դոլարի չարաշահման գործը։ Այսինքն Հայաստանը ներպետական բանը չտարավ առաջ, պետքա միջազգային արբիտրաժ դիմի։ Ժամանակները փոխվում են, Նարեկ ջան։ Այն ինչ որ հնարավոր չէր 19 թվականին, հնարավոր է դարձել հիմա։ 19 թվականին թրիպն էլ հնարավոր չէր։ Լավրով լինի, ով ուզում է լինի, ժամանակները փոխվել են։ Ինձ թվում է ձեր զուգահեռը տեղին չի, անհիմն է ուղղակի։ Շատ բան չենք կարող 19 թվին մենք մեզ թույլ տալ, բայց հիմա Ռուսաստանը այնպիսի օին չբերեց Հայաստանի գլխին եւ Արցախի գլխին, որով ընդհանրապես մեր ձեռքերը բացեց, ազատ թողեց Հայաստանի ձեռքերը։ Դուք պատկերացնում եք 19 թվին, որ Հայաստանը հայտարարի օրենք ընդունի, որ դառնալու է Եվրամիության անդամ։ Դուք պատկերացնում եք այն ժամանակ, որ եվրոպացի դիտորդները գային կանգնեին հայ-ադրբեջանական սահմանին։ Դուք 19 թվականին պատկերացնում եք, որ բոլոր մեր մաքսակետերից եւ անցակետերից ռուսական սահմանապահները, ՖՍԲ-շնիկները հանվելու են։ Շատ բաներ չենք պատկերացնում, չէ՞։ Հիմա այդ զուգահեռ ինչի համար եք տանում։ Ես այս տարիների ընթացքում անդադ շեշտել եմ այդ դատախազությունում արկա այդ գործի վերարտարտելու անհրաժեշտության մասին, որում իմ հաշվարկներով դա 60 չէր, 125 միլիոն դոլարի մասն է խոսքը, կարող է սխալվեմ։ Այդ թիվն եմ ես հիշում։ Հա, բայց այդ գործն էլ կա։ Այդ գործն էլ մի օր կարող է վերաբացվել իդեպ։ Այն ժամանակ արդեն կարող է նույնիսկ Լավրովը չլինի։ Բայց ոնց որ այդ գործը կարող է վերաբացվել, այնպես էլ գազային պայմանագրի վավերականության հարցը կարող է բարձրացվել Սահմանադրական դատարանում։ Դուք հիշում եք, որ Ազգային ժողովը դա վավերացրել է այդ պայմանագիրը ապօրինի ոչ օրինաչափ ճանապարհով ուղիղ քվեարկությամբ, ձեռքով քվեարկությամբ, այն դեպքում, երբ որ ընդհանցակարգը նախատեսում էր քարտերով քվեարկություն, հա։ Այսինքն դա բավարար հիմք է, որպեսզի չեղալ համարվի Ազգային ժողովի կողմից այդ պայմանագրի ռատիֆիկացիան, հա, վավերացումը։ Այնպես որ բաներ կա, որ դեռ կարողանանք անել։ Այն ինչ որ չէինք պատկերացնում 19 թվականին, երբ որ Լավրովը կարող էր իրեն թույլ տալ որպես դաշնակից իբր, որը Արցախն է պաշտպանում, Հայաստանն է պաշտպանում իբր։ Այն ժամանակ տենց էինք մտածում, չէ՞։ Դե պարզ է դրա համար է իրեն թույլ էր տալիս նման մատ թափ տալ մեր երկրի վրա։